Բարի լույս, բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան, թող օրվա յուրաքանչյուր պահը լինի բարի և բոլոր գործերը հաջողակ, թող բոլորիս օրը սկսվի առավոտյան մի բաժակ համեղ բուրավետ սուրճով և լավ տրամադրությամբ, իմ լավ ու բարի հետևորդներ ջան, թող բարի լույսը շողա ամենքիս, իմ նայիրյան հայ ազգ, սիրելիներս, այս ծաղիկներով սկսում եմ այսօրվա տեսանյութը, եղանակը ասեմ, որ իսկական աշնանային եղանակ է, մռայլ անպամած, բայց մեկ էլ տեսար արև է դուրս գալիս պայծառ, միշտ պայծառ լինի ձեր կյանքը, արևի նման շողա սիրելիներս, այստեղ էլ ցույց եմ տալիս, տեսեք ինչպիսի գեղեցիկ ծաղիկ է, մանր ծաղիկներով հիացնում է թե ինձ և թե ձեզ, այսպիսի աշխատանքային առավոտ է բացվել մեզ համար սիրելիներս, սիրով ես էլ ուզում եմ մեր կատարած աշխատանքը ձեզ ցույց տալ, ինչքան ժամանակ չէինք կարողանում մեր այս տան գործերը ավարտին հասցնեին, քարը գնված էր, ցեմենտը, ավազը ժամանակի պատճառով չէինք կարողանում մեր տան գործերն էլ առաջ տանեին, այստեղ հարթեցման ապարատն է ծածկել ենք, որ հանկարծ անձրև չգա, անպամած տեսնում եք, մռայլ եղանակ է, Գարուշիկս էլ օգնող դերում է, աշխատում են Նորայրը և պապիկը, Գարուշիկս էլ ավազ տար, ցեմենտ բեր, քար տար, քար բեր, հանգստանում է մինչև պապին շարի, որ արդեն ինքն էլ իր գործը կատարի, սիրելիներս, Գարուշիկս ձեզ սիրով բարևում է, իմ շատ սիրելի թանկագին հետևորդներ ջան, ձեր գրած յուրաքանչյուր գեղեցիկ բարի ջերմ գրառումը ինձ և իմ ընտանիքի անդամներին շատ շնորհակալ եմ, անսահման, ես հասկանում եմ, որ այդքան կարճ ժամանակում ինչքան լավ մարդկանց եմ հանդիպել, ովքեր դարձան իմ ամենօրվա հարազատ ու բարեկամ, այդ դուք եք, որ ինձ մոտ մեծ արժեք ունեք, իմ սիրուններ, անուշիկներ, Աստված օգնի ձեզ և ձեր կյանքի օրերը, սիրելիներս, լույս ու ջերմություն սփռեք մեր շուրջը, որ ապրելը ավելի գեղեցկանա, թանկագիններս, այդ դուք եք, որ լույս ու գեղեցկություն եք սփռում ձեզ շուրջ բոլորը, այսպես բարի էլ մնացեք, բարին ձեզ հետ, հետևորդներ ջան, սիրով ձեզ ողջունեցի, հիմա եկել եմ խոհանոց, ուզում եմ նախաճաշ պատրաստել, սառցախցիկում ունեինք ապուխտ, բաստուրմա և մսով սուջուխ, ուրեմն ինչ օգտագործել էինք, մի կտոր մնացել էր, որոշեցի այսօր այս բաստուրմա սուջուխով, մի փոքր էլ երշիկ էր մնացել, բոլորը կտրտեմ, պատրաստեմ, համեղ ձվածեղ, հիմա կարագը դրել եմ հալվելու, մինչ կարագը հալվի, ես էլ կկտրտեմ ապուխտը, բաստուրման, սուջուխը արդեն կտրտած էր, մի փոքր մաս էր մնացել, դա է ես կտրտեցի, բերանը ծածկեմ, կարագը թող հալվի, համեղ նախաճաշ եմ պատրաստում, կարագը հալվել է, դարձել է յուղ, հալված յուղի մեջ լցնում եմ բաստուրման և սուջուխը, վերջին կտորներն են արդեն, էլ չունենք, բավականին ժամանակ մենք լի ու բոլ օգտագործել ենք, թե հյուրերին ենք հյուրասիրել և թե մենք ենք այդպես ձվածեղ արել, կտրել ենք, ճաշակել ենք, ասեմ, որ ընտիր ստացվել է թե համը և թե տեսքը, ընտիր էր, մի կողմն էլ դնում եմ երշիկ, չեմ խառնում իրար, որ կարող եմ չէ խառնել իրար, բայց Մարինեն խառնած չի ուտի, թող մի փոքր տապակվի, նոր արդեն ձուն կհարեմ և կլցնեմ,
Արդեն տապակվել է շուրջ մի հատ, երշիկը շատ չեմ տապակելու, որովհետև շատ տապակած Մարինեն կարմրած չի սիրում։ Հիմա արդեն հերթը հասա, որ ձուն կոտրեմ։ Ասեմ, որ ձուն նախապես լվացել եմ, տնական ձու է։ Լավ լվացել եմ, չորացրել եմ, նոր կոտրում եմ։ Կոտրելու եմ 7 հատ ձու։ Հետևորդներ ջան, կարագ եմ դրել, որովհետև նորիկս կարագով սիրում է ձվածեղ և կարագով ավելի համեղ է ստացվում, քան թե բուսայուղով։ Որոշեցի կարագով պատրաստել։ Ձուն կոտրելուց հետո համեմում եմ աղով, քիչ եմ լցնում, որովհետև բաստուրման և սուջուխը իրենց մեջ աղում են, տաքանալու դեպքում իրենց աղությունը դուրս է գալիս, լավ հարեմ, լցնեմ, կափարիչով կծածկեմ, կթողնեմ մինչև եփվի լավ։ Տեսեք ինչ լավ ընտիր ստացվեց։ Այս կողմի վրա ձուն մի փոքր չի եփել, բարձրացնեմ, թող ձունը լեփի, պատրաստ է։ Հետևորդներ ջան, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում։ Ընթացքում օրվա մեջ կհանդիպենք։ Դեմքով սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք։ Ուզում եմ, որ միշտ լավ լինեք, ցանկանում եմ, որ միշտ առողջ լինեք, օրհնված և հարգված։ Ես լավ եմ։ Շնորհակալ եմ ձեր ամեն մի գրառման համար, անսահման։ Արդեն նախաճաշը ցույց տվեցի, պատրաստեցի, կերան, հավաքեցի, լվացի, մաքրեցի, թե խոհանոցը, թե տունը, սիրելի հետևորդներ ջան, տանս անդամները գնացին իրենց գործին, Նորայրը, ամուսինս և տղաթոռս, ես էլ որոշեցի մի փոքր լոբի չորացնեմ։ Այսքանը չի, սիրելիներս, ուղղակի մի շար ձեզ հետ միասին ցույց կտամ, կխոսենք մի քիչ, կշարեմ թելի վրա, որպեսզի չորացնեմ։ Ես էլ իմ տարբերակն եմ ձեզ ուզում ցույց տալ։ Սիրով եմ կատարում գործս, սիրով եմ ձեզ բացատրում, ինչ գիտեմ, նա եմ ասում, սիրելիներս, ինչ սովորել եմ իմ մեծերից, ինչ սովորել եմ իմ մայրիկից, կեսուր մայրիկիցս, ինչու՞ չէ նաև շատ բաներ եմ սովորել իմ հորաքրոջիցս, գաթաների թխելու շատ տեսականի գիտեմ, որ հորաքույրս թխում էր, ամեն ինչն էլ սովորելուց է։ Հիմա ուզում եմ թելասեղ վերցնել և ձեզ ցույց տալ։ Այս ամանը, սիրելիներս, ինձ հետ միասին Հայաստանից եկել է այստեղ և մինչ առ այսօր իմ ձեռքում է։ Շատ գեղեցիկ աման ունենք, կարող եմ փոխել, բայց այս ամանը շատ եմ սիրում։ Ինձ համար շատ հոգեհարազատ է, սիրելիներս, շատ, չեմ ուզում բաժանվել այս ամանից։ Հիմա կասեք տիկին Մարինե, ինչու համար, որովհետև այս ամանը շատ թանկ անձնավորությունից եմ նվեր ստացել, հյուրասիրություն, Պեչենիի աման է, սիրելիներս, հյուր է եկել ինձ, իսկ հիմա ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և չկա։
թող հոգին բույսերի մեջ մնա։ Դրա համար ինքը շատ լավ անձնավորություն է եւ այն ժամանակներում այսպիսի հյուրասիրություն 1000-ից մեկը կստանար սիրելիներս։ Դրա համար ամանը ինձ համար հոգեհարազատ է։ Միջինն այդքան կարևոր չի, ինչքան ամանը։ Սա էլ իմ թելերի մենք բուլավկա ենք ասում։ Այսպիսի նաբորներ ասեղի, տարբեր տեսակի, դե իհարկե Հայաստանից եմ բերել մատնոց, սիրելիներս, առանց մատնոցի ոչինչ չեմ անում, այն ժամանակվա մատնոցներն են, հիմա ավելի գեղեցիկները կան, ավելի ոնց որ ասած լավերը կան, բայց իմ հինի հետ ոչինչ չեմ փոխի։ Ես էլ մանր-մունր թելերս եմ լցրել, տեսնենք սպիտակ թել ունենք, օհո, սպիտակ թելեր չունենք։ Հիմա սիրելիներս կանաչով անեմ, կանաչը ավելի հարմար կլինի, տեսնեմ որն է ամուր, նա էլ կանեմ, դա ամուր է։ Սենց ասացված կա, չէ, ժամի մոմն էլ է պակասում, հիմա մեր տան սպիտակ թելը պակասել է։ Խնդիր չի, սիրելիներս, ոչինչ, սպիտակը չի լինի, հələ ոնց է կճկճում, կթելենք, սա մի կողմ դնենք, սա էլ մի կողմ, ձեզ հետ միասին, խամ կթեմ, շատ երկար չեմ անելու, արդեն ինձ պետք է, որ մի քանի տապակով անեմ, չէ, թելը, որ հաս լինի, հաս թելս ճիշտն ասած ունենք, սիրելի հետևորդներ ջան, բայց այնպիսի տեղում է, որ չեմ կարող ես իջեցնել, այն ժամանակ, որ եկել ենք, չէ, հավաքել ենք, ոյ, կեշա, որ եկել ենք սիրելիներս, թելեր ունեմ, անգամ որ ասեմ չեք հավատա, սիրելի հետևորդներ ջան, հիշում եք թելերի մեջ այսպես կծիկներ կար, այս տեսակի, բայց շատ հաստ, ես որ կարու ձև էի սովորում, հայրիկս ինձ գնել էր այսպես տոպրակներով, դեռ ունեմ, պատկերացնում եք, Հայաստան էլ ունեմ, այստեղ էլ եմ բերել սիրելի հետևորդներ ջան, բայց բարձրացրել են, ոնց որ ասած, չեմ կարող ասեմ երկրորդ հարկ, որտեղ մեր տունը երկհարկանի չի, մի հարկանի է, բարձր, բայց ունենք կրիշի տակ սենյակներ, սիրելիներս, այդտեղ արկղով դրած է, նա պետք է մամիկա ելնի, բարձրանա, հանի, արդեն կարելի է դասավորվել ենք, ամեն իր տեղում է, կարելի է իջայցնել, տեսնում եք, ասեղը այնքան տեսողությունս նստել է այդ շաքարից, որ էլ ասելու չի, չեմ կարողանում, թեմա ասենք որ թեմային, այսօր ձեզ հետ միասին չորացնելու եմ կանաչ լոբի, կանաչ լոբին գիտեք մեր հողամասից քաղել ենք, է արդեն բավականին քիչացել է, այդ բույսերը չորանում են, որ դուրս գամ բանջարանոց կնկարեմ, արդեն տեսքը ցույց կտամ կամանց, այն սիրուն բանջարանոցն ու պարտեզը արդեն ոնց որ ասած կամանց հետ են նահանջում, արդեն դառնում են, չորանում են, դեղնում են, հավաքել եմ Անիկը լոբին, ես առանձնացրել եմ մի քիչ առանձին եմ դրել, մնացածը մաքրել եմ, այս փոքրն էլ մի շարան ձեզ հետ միասին կշարեմ թելի վրա, այսօր չորացնելու եմ թելով շարած, մարդ կա խոսքի չորացնում է շորի վրա, ամանի վրա, սինի վրա, բայց ես թելով եմ չորացնում, ինչպես սովորել եմ մեր մեծերից, իմ մայրիկից, կիսուրից, հորաքրոջից, որ շատ խորհուրդներ եմ վերցրել իրանից և սովորել եմ սիրելի հետևորդներ ջան, մեր մեծերը ժամանակին շատ են չորացրել և օգտագործել են, ես էլ եմ չորացրել և սիրում եմ, ամուսինս էլ է սիրում, բայց հիմա սերունդը երեխաները չեն սիրում, ինչ արած, մենք էլ իրանց կարծիքը հաշվի ենք առնում, իրանց ուզածն ենք չէ պատրաստում, այսօր տեսեք, ձեզ ուզում եմ իմ տարբերակը ցույց տալ, ինչ գիտեմ նա եմ ցույց տալու, ես ձեր հոգուն մեռնեմ, իմ լավ բարեկամներ, հիմա
Մաքրել եմ էս պոչի մասերը, լրիվ մաքուր է, բայց չեմ լվացել, չպետք է լվանանք։ Այսինքն մեջտեղից լոբին կիսում ենք, մի փոքր մաս թողում ենք, երկու մասի ենք բաժանում, խնդրեմ։ Տեսեք ինչ լավ լոբի է։ Սա արդեն Մարինկան փորձեց։ Ես տալիս եմ, գիտես, ասում եմ արի նստի փորձի, դու էլ սովորի մեր հայկականը, մենք հայ ենք, հայավարի պետք է շարժվենք։ Այսինքն երկու մասի պոչերից մի փոքր թողում ենք, որպեսզի սիրելի հետևորդներ ջան շարենք։ Այսպիսի բաներ իմ բարի ու ջերմ հետևորդներ ջան։ Այո, սիրելիներս, շատ շուտով, Ձեզ այնպիսի մի լավ լուր եմ ասելու, ջանիկներս, այնքան լավ լուր եմ ասելու, այնքան լավ, որ դուք էլ ինձ հետ շատ եք ուրախանալու, այնքան լավ, որ դուք էլ ինձ հետ շատ լավ գրառումներ եք գրելու, ասելու եք, վայ տիկին Մարինե ջան, ու ջան, այսինքն լավ խոսքեր եք գրելու ինձ, իմ լավ բարեկամներ, այնքան լավ բան եմ ասելու ձեզ, որ դուք անակնկալը շատ ուրախ ձևով կընդունեք, շատ եմ ուրախացել, բայց սիրելիներս, բայց հենց որ կատարվի անակնկալը, նոր կբարձրաձայնեմ, հիմա այս տարիքից, եթե ասեմ, վայ վաղը կա, վայ մյուսով, չէ, քավլիցի, կգա ժամանակը, ամեն ինչն էլ կբացատրեմ, և անակնկալը գեղեցիկ կմատուցեմ բոլորիդ, գիտեմ, որ դուք էլ շատ կուրախանաք, այսինքն կտրում էր կիսուրս, սիրուն թելն էլ ցույց կտամ, արդեն, թե ոնց եմ շարում, կարոտում եմ ինձ անցած օրերը, թե տխուր, թե ուրախ, թե երջանիկ, թե խոսակցություններ, այո, բոլորի տներում է եղել է, բայց լավ ենք ապրել, սիրելիներս, լավ ապրելով ասելով, ադամանդների, բռնյակների մեջ չեմ ապրել, թագավորական պալատում չեմ ապրել, բայց մենք սրտով ենք, ջիգարով ենք ապրել, մեկս մեկին սիրելով ենք ապրել, մեկս մեկին հարգել ենք, մեծ ու փոքր ենք ճանաչել, որտեղ կար լույս, որտեղ կար ջերմություն, այն լույսը, որ չկար, այդ տարիներին էլ մեր հոգում լույս է եղել, ճիշտ է, մեր տներում լույս չի եղել, մոմի լույսի տակ ենք նստել, խոսացել, բայց մեր հոգում լույս է եղել, արև է եղել և ջերմություն, բոլորիս նկատմամբ, եթե մեծը տուն էր մտնում, չէ, աթոռին վրա նստած լինեինք, պետք է կանգնեինք, հարգանքի նշան էր դա, իսկ հիմա այդ հարգանքի նշանը չկա, իհարկե նայած տուն, նայած ընտանիք, նայած թե ինչպիսի դաստիարակություն ունի երեխան, ինքան լավ եմ հիշում, լույսերը գնում էր կամ կարտ էինք խաղում լույսի տակ, կամ էլ երեխեք ջան խաղացել եք հեչ լոտո ենք խաղում կոպեկներով, շատ հետաքրքիր էր էլի, շատ եմ տանջվել, բայց այնքան ուրախ եմ տանջվել, շատ ուրախ, տեսնում եք այս հարթեցման ապարատն է հարթեցնում, ափսոս չեմ կարողանում գնամ նկարեմ, ոչինչ, դեռ շատ կա անելիքներ, այդ ժամանակ ցույց կտամ, հազիվ սիրելիներս, մեր տան գործերի ասեցի, չէ, հերթն էլ եկավ, վայ այնքան լավն եք դուք, այնքան եք գովում ինձ իմ ընտանիքը, որ արդեն ամանչում եմ, գիտեք, սա կտրվա, ոչինչ, մի քիչ լոբի եմ ուզում խաշեմ, ձվով սարքեմ, դե իհարկե կադրից դուրս, սարքել են, գիտենք, ջրով խաշելու եմ, թողեմ սառի, յուղի մեջ տապակեմ, ձուն էլ կոտրեմ, լցնեմ լոբիի վրա, անուշ ուտենք, սիրելիներս, ցանկանում եմ, երկարներն եմ ուզում հավասարաչափ շարեմ, որ դուք էլ պատրաստեք, անուշ անեք ձմռանը սա, տեսեք մի քիչ կոպիտ է ոնց որ, չէ կոպիտ էլ չի,
մի տեսակ թոռոմած է, թող մնա։ Մեկ է շատ ունենք, կհասցնեմ, հələ կշարեմ, այնքան ունեմ։ Այս անգամ համարյա 6 կիլո քաղել է, բայց միշտ 10 կիլոյով էր քաղում, 12 կիլո։ Ոչինչ, շատ լավ է։ Սարդարա խցիկը դրել ենք, կերել ենք, բաժանել ենք, լավ է, փառք Աստծո։ Գոհանում եմ Աստծուց, սիրելիները։ Հիմա ցույց տամ ոնց եմ շարում։ Սա մի կողմ դնեմ, տեսեք, հավասարաչափ դրել եմ, առանց մատնոցի նորից եմ կրկնում, կրկնությունը գիտության մայրն է, չեմ զլանում, որ չեմ կարող աշխատել, ինչ արած, առանց գոգնոցի խոհանոցում չեմ կարող լինել, առանց մատնոցի էլ կարի մեջ չեմ կարող լինել, ասեմ, որ ես բերցակ եմ, սիրելիներս, կարում եմ, ահա, այս մասը, որ կտրել ենք, չէ, այսքան տեղը թողել եմ։ Հիմա սովորական, աստեղ դժվարություն չկա, ես ձեր ցավը տանեմ, իմ լավ ու թանկ ընկերներ, տեսեք աշխատում եմ այսենց հավասար, հայերթով, կարգով կշարենք, ձեզ հետ էլ մի հատ անուշիկ զրույց եմ ունենում, օրս դառնում է ավելի ուրախ, ավելի երջանիկ, գիտեք ես սպասում եմ, որ լուսաբացին, հոլովակ նկարեմ, սիրով ձեզ հետ սուրճ խմեմ, չնայած այսօր դեռ չենք հասցրել խմել, կխմենք, տեսնենք որտեղ եմ հանդիպում, դրսում շատ աղմուկ է, դե գործ են անում, անգամ ստեղել է լսվում, եկել եմ ներս, կեշան չի թողնում, որ ես ձեզ հետ սիրով իմ գործը անեմ, այսենց, հերթով սիրելիներս, չէ որ սա մեր հիշողությունն է, կարելի է չէ անել մի 2-3 շարան, մենք մեր հիշողությունները երբեք չենք մոռանում, միշտ հիշում ենք և առաջ ենք քայլում։ Իմ հասակը տարիների փորձ ունի, ամեն տարի իրեն պատմությունն ունի, իմ թանկ ժողովուրդ, իմ թանկ նայիրյան դալար իմ աղջիկներ, հետևորդներ, սիրուններ, ձեզ այսենց գրկում եմ և համբուրում։ Շարեցի, վերջացրեցի, հետևորդներ ջան, տեսեք, ինչ գեղեցիկ շարան եղավ, հեշտ, հասարակ ձևով, կիսուրս կասեր, դրա մեջ նախշ ու նիգյար չկա, ահա, այդպեսի բառերով էլ հավարտում եմ այսօրվա հոլովակը, ցանկանում եմ ձեզ լինեք առողջ, ուրախ, երջանիկ, հարգված, սիրված, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն և իր ընտանիքը, սիրելիներս, եղեք առողջ, մնացեք Աստծո մեջ, ցտեսություն, մինչ նոր հոլովակ, կախեմ չորանալու։